Որպես գյուղի բնակիչ, ինչ կասեք, պետությունը ինչքանով է այսօր կանգնած գյուղացու կողքին, գիտեք, որ հիմա սպանդանոցներում պետք է մորթը իրականացվի, հիմա էլ մորթի սեզոնն է, այսպես ասած, ինչպես եք վերաբերվում կառավարության այս որոշմանը։ Կառավարության այս որոշումը իմ կարծիքով սխալ է, առայժմ մեր ժողովուրդը պատրաստ չէ այս սպանդանոց տանելու համար։ Սպանդանոց 35-40 կիլոմետր հեռու է գտնվում։ Դարի մեքենայով տալ սպանդանոց փող տուր մեքենայի շոֆերին, հետև գնա սպանդանոցները իր գինը գտնեք, սես կաներ, կուզես տուր, կուզես մի տա։ Ստիված իր գնով տաս։ Իսկ ասենք գա մորթողը գա, ստեղ մենք կրնանք խոսանք, այս գնով տանից կտար, չես տանի մի տանի, համաձայնվի կուտանք կամ կուտանք կամ չենք տա։ Այդ է սպանդանոցի դժվարությունը, աղջի ջան։ Գյուղերում կրճատվել է նաև անասունների գլխաքանակը, մարդիկ չեն զբաղվում անասնապահությամբ, արդյոք այս որոշումն է պատճառը, որ մարդիկ կրճատում են իրենց անասունները։ Չէ, այդ որոշումը չէ։ Նախ ժողովրդի ձեռը փող չկա, ժողովուրդ չի կրնա իր առնի, ցանկատարությունները շատ քիչ են։ Խոթարկ չունենք, ես այսօրվա վիճակով ես 400 հատ խոտ եմ առել։ 1000 դրամ, այս տարի է ժաներ։ 400,000 փող եմ տվել, որ առնեմ անասունի կերցնեմ։ Այդ ձեռ չի տալիս, դրա համար ժողովուրդը վերացնեն իրենց անասունը քիչ, կդրում հանգիստ անին։ Բայց այդ հանգստի հետ մեկտեղ իրանց փողերը կրճատվի, չի հերիքենի։ Տան ծախսերին հերիք չենի։ Ես թոշակառու մարդ եմ, 36,000 փող կառնեմ։ 36,000-ը կինս կառնի, այդ թոշակով ինչ դնենք։ Եկուս մյուս օր Նիկոլը քսե որ դարձնենք էլեկտրոնային, yani մի կապե քսե մի դրամ թղթի փող չեղնի, սա երնի բանի մեջ, քարտի մեջ։ Ես պետք է տրակտորիստին փող տամ, որ տրակտորիստին դաշտես քաղել վարի, կամ տուկ կաբողին փող տամ, խորանք բան չուն, հաշճիշ դրամարգաղի մեքենա չունին որ բանեն։ Այդ ոնք կդրոնը տան կամ եթե չէ այդ քարտը կողեն մեջը որ ընձնից փող տանի։ Չէ, հեչ բան չկա։ Այդ որոշումն որ սաս եմ սխալ որոշում է։ Ինչ խնդիրներ ունի ձեր գյուղը այն դատարկվող արտագաղթող գյուղերի շարքին է դասվում, շատ են գնացողները գյուղից, ինչն է պատճառը, որ մարդիկ գնում են գյուղ։ Ապրուստի միջոց է, աղջի ջան։ Ապրուստ չկա։ Նո հիմնական զբաղմունքը հողն է, անասունն էլ ուրիշ զբաղմունք չունենք մենք։ Նիկոլ Փաշինյանը ասում է մարդկանց կյանքը փոխվել է, ավելի բարեկեցիկ են ապրում։ Այդ փոփոխությունը զգում եք։ Գուցե Իրան պես է թվում, բայց իմ մոտ չկա պես բան։ Բարեկեցիկ ո՞րն է։ Այդ թոշակ 36,000-ը պիտի կտրեգը բարեկեցից։ Չես փող չի տա մեզի։ Փողը պիտի բանն է առնես որ գործը դենես։ Բարելավել է։ Որոշ տեղ բարելավել է, որոշ տեղ է շատ վնասվել է։ Ով չնեմ, ապրում ենք էլի։ Դուք անասնապահությամբ եք զբաղվում։ Անասունը, դաշտն է, փողերն են։ Ես էլ ուրիշ բան չկա գյուղ, աղջիկ ջան։ Տեխնիկա չունիմ, որ տեխնիկայով փող աշխատեմ։ Ստիված քանիմ գլուխ անասուն է, ու մեկը դուրում հող է։ Այն է վարսակալական, ես հող չունեմ սեպական։